Ընկերներ ջան, ողջույն, հուսով եմ դուք լավ եք։ Ես նորից ու նորից հիվանդացել եմ։ 2 օր այն չեկել ենք, չեկնեք, այսօր 3-րդ օրն է։ Շաբաթ օրն ենք եկել, ուրբաթ օրն ենք եկել, շաբաթ կիրակի, այսօր երկուշաբթի է, 3-րդ օրն է։ Ես շաբաթ օրվանից հիվանդ եմ, նորից։ Երեկվանից էլ չես սա հիվանդացել, չգիտեմ էլի վիրուսը, թե նենց ցուրտ աստեղ ասելու չի, կարելի էր նաև վեր կուհակնել, եթե ունենայի, այսօր չէ, այսօր տաքացել եմ, ասում են Շրի Լանկայի այդ հատվածից, լսած կլինեք երևի, թե փոթորիկներ էին, այդ փոթորիկները եկել են դեպի Տամիլնադուի կողմ, դեպի Պոնդիչերի, ֆրանսիական գաղութը կհիշեք նախկին, որ գնացել էինք, այդ հատվածում էր, առատ անձրևներ էր, բան, ստեղ ոնց որ այդ անձրևները չկա, բայց ցուրտն է վրա հասել, ասում են էլ ավելի ցուրտ էր, հիմա տաքացել եմ։ Ես գնում եմ խանութ, իմ մոտ այնքան գործեր էին հավաքվել, որ էլ ասելու չի, համ տնային գործեր, համ խոսքով լիքը շատ։ Ալեքսի համար դասերը քննությունների է հիմա պատրաստվում, պետքա պարապե, 3 ամբողջ օրը դրանով եմ զբաղված եղել։ Դրա համար չեմ նկարել, այսօրվանից եմ նկարում մեր ամենօրյա վլոգները, իմ դասերն էին հավաքվել, քանի որ ես գիտեք օնլայն դասերը վերցրել եմ, այդ Louis Vuitton-ի շատ եմ հավանում, շատ ուրախ եմ, որ վերցրել եմ, այդ դրա հետ կապված մի բան եմ կասեմ, որ եթե հետաքրքրում այդ ոլորտի մարդկանց աշխատանքի վերաբերյալ էլի, այդ քան որ Հայաստանում էի, այդ ժամանակահատվածը ոչ մի բան չի արել, 4 փուլով է դասերը, առաջին փուլը արել եմ, վերջացրել եմ, երկրորդ փուլը կիսատ է մնացել, ու այտենց դե տուն գործ, եփել, թափել, ընտանիք, ժամանակը շատ քիչ է մնում օնլայն դասերի համար, բայց միևնույն է, հենց որ մի քիչ ժամանակ գտնում եմ, անմիջապես անցնում եմ այդ դրան։ Այսօր այդ երկրորդ փուլը ավարտեցի, բայց ինչ է ուզում ասել, շատ հետաքրքիր բան եմ ասում, այն մարդիկ, ովքեր Ֆրանսիայում և Իտալիայում է լինում, ուրեմն հատկապես բոլոր ոլորտներում իրանք ունեն, գիտեք, ոսկերչության ոլորտում, այսինքն լաքշրի զարդեր չէ, պատրաստում են, այնտեղ ճամփորդության լաքշրի ճամփորդություններ, հանգիստ, որ կազմակերպում են, ֆեշնը, նորաձևությունը, Sephora խանութներում, եթե ուզում եք աշխատել, մի խոսքով, Ֆրանսիայում և Իտալիայում տարբեր քաղաքներում ամեն տարի կազմակերպում են աշխատանքին ուղղված հանդիպում, կոչվում է You and Me Tour, պետք է հետաքրքրվեք, թե երբ է լինելու ձեր քաղաքում, տարվա մեջ այդ մի անգամը, ու իրանք հանդիպում են, խոսում են, որ տեսնում եմ պերսպեկտիվա, կարող է նաև առաջարկել, այսինքն դասընթացներ է լինում, ասենք 30 օր, եթե Sephora կոսմետիկայի խանութում ասենք, թե պետք է աշխատեք, այնտեղ մեյքափն են սովորեցնում, որպեսզի կարողանաք ներկայացնել իրանց ապրանքը, որից հետո իրանց խանութում արդեն մնում եք աշխատելու։ Կամ ոսկերչության ոլորտում, այնտեղ օրերը տարբեր է լինում, որ սովորեցնում են և անցնում եք աշխատանքի։ Իհարկե ունեն նաև ակադեմիա, որտեղ որ դասընթացներ են կազմակերպում, ասենք մի 2 տարի, որ ավելի երկար ժամանակով ես ինչ անում այստեղ։ Անպայման ուզում եք կամերայի մեջ ընկնել։ Մի խոսքով։ Դրանք վճարովի դասընթացներ էլ ունեն, որ կարող եք մասնակցել այդ վճարովի դասընթացներին, էլի որպես արդեն մասնագետ այդ ոլորտների, տարբեր ոլորտների, բայց դե հետաքրքրվեք անպայման, շատ հետաքրքիր տարբերակ է աշխատանքի համար։ Ափսոս նայում են մեր Բելգիայում չկա, մեր Բելգիայում կան, էլի այտենց լաքշրի խանութներ կան, բայց Բելգիան փոքր է իր չափսերով, այտենց այդ կոնկրետ այդ You and Me Tour-ը այդ նախագիծը չունեն։ Հետո էլի հետաքրքիր թեմաներ եմ իմացել, հեսա ձեզ հետ կիսվեմ նաև այս թեմաներով։ Երեք
Շատ ափսոսում եմ, իհարկե շատ մեր հայրենագիցների համար, որովհետև գիտեմ շատերը գնում են Ֆրանսիա հենց բուժման նպատակով։ Մի քանի օր առաջ, 2-3 օր առաջ, երևի թե ովքեր գիտեն, ովքեր էլ չգիտեն, իրանց համար նորություն կլինի, պարլամենտը որոշում կայացրել, որ այսուհետև այն քաղաքացիները, օտարերկրացիները, որոնք երկար ժամանակով գալիս են Ֆրանսիա երկարաժամկետ վիզայով, հատուկ թեկուզ բուժման նպատակով, այսուհետ պետությունը չի վճարելու իրանց բուժման համար։ Այսուհետ այդ քաղաքացիները իրենց բուժման համար պետք է վճարեն, որովհետև պետությունը գտել է, որ պարլամենտը գտավ, որ ոնց որ չարաշահվում է բժշկական ոլորտը եւ բժշկություն պետք է մնա իր քաղաքացիների, ֆրանսիացիների համար։ Ես ինչ եմ ցավում, որովհետեւ գիտեմ շատ մեր հայրենագիցներ հենց բուժման նպատակով գնում են Ֆրանսիա, էլի ուրիշ երկրներ, բայց ամեն դեպքում այսուհետ դեռ օրենք ուժի մեջ չի, պարլամենտը ընդունել է, ավելի մանրամասն իրանք բան են անելու, կտեղեկացնեն, կասեն, թե այդ երկարաժամկետ վիզաների ունեցողների այդ բժշկական այդ վճարումները ոնց են էլի լինելու, ինչևէ, սա էլ այդպես։ Ճիշտն ասած, դրսում ավելի տաք է, քան տանը, տանը երևի մետլախից է, թե ինչից է, շատ ավելի ցուրտ է, ես ավելի ցուրտ էի պատկերացնում, հիմա համ էլ ուրախ եմ, որ դուրս եկա տնից, եղանակը մի քիչ ավելի լավ է, էլի հաճախի ոսկորները ստաքանում են։ Այստեղ ինչ ունի, պապայա, խնձոր։ Եկեք փորձ անցնենք, գնանք պապայայի հետևից։ Քանթից տուն վերադարձա, շուկայից նուր վերցրի, լավներ երևում, կտրածները ամեն դեպքում լավն էին, ստեղի նուրը ասել եմ, չէ լավն է, համեղ նուրը, վատը չի, կարմիր է լինում լավ, կիլան 160 ռուպի արժեր, վերցրել եմ, եկեք մի քիչ ավելի լավ դնեմ երևի, օպաս, այսինչ, բողկ ունեին, սպիտակ բողկ, այս սալաթ էլ կարելի է սարքել, սենց էլ կարելի է ուտել մի կիլոից մի քիչ ավելի կապ, խոսքով օգտակար է, վիտամիններով հարուստ կարևոր է, և խնձորն էլ լավներ երևում, բողկը կիլոգրամը 50 ռուպի արժեր, խնձորը 160 էր ես կիլոգրամը, վատը չի, դե գնացել է ենდა խանթել եմ գնացել, խանթի օպաս, գնումներս ծիրանի չիր, վերջին անգամ որ վերցրել էի շատ լավներ, համ Ալեքսի հետ դպրոց եմ ուղարկում, հա, որպես քաղցր կոնֆետներ ինքը չէր սիրում, կոնֆետի փոխարեն սա շատ ավելի լավ է, մեր համար էլ, իրա համար էլ, այս էլ էլի կոնֆետներ են, բայց մանգոյի, հիմնականը մանգոյից է պատրաստած, կուրախանա, էդի տանը կուտի, դպրոց չի տանի, իրա դպրոցի համար պանիր, այստեղ պանիր, իրանց պանիրը կամ տոֆուի նման, Կատ է վերցրել սա ուրա, մուսը, ուրա չի գրել, լավ, երկու հատ պիտի լինի սրանից, կարակ, այստեղ ջագրի պաուդեր, շաքարավազի փոխարեն գիտեք սա են օգտագործում, խմորեղենները, թխվածքները մի քիչ բան է լինում, շագանակագույն է լինում, բայց դե քանի դեռ ստեղ ենք, օգտվում եմ այդ առիթից, որ սպիտակ շաքար չեմ օգտագործում, սենց տարբերակ ունենք այստեղ, ալուր, multigrain-ը, ինչ են ասում, աթա with special grains, ոսպի ալուրը, դեղին, այստեղ սիսեռը, ինչը չգիտեմ, տարբեր բաներ, ինչ որ ալուր է,
Էլի գույնը որ խմորեղեն եմ սարքում, տենց բան չի լինում, սպիտակ չի լինում, մի քիչ շատ չի բարձրանում, բայց դե համայն առումով, համայն օգտակարության առումով լավ է, էլի։ Այստեղ 200 սմբուկ եմ վերցրել, այսօր կխորովեմ և չի ասելու մի համով բան կսարքեմ, այսպես մանդարին, այնօրվա մանդարինները կամ իրանց մալթայի նարին, ոնց որ իրանց մոտ նշված վատը չէ, կորիզներ ունենք, կորիզները հանում են նոր հրամցնում եմ ընտանիքիս անդամներին, բայց թե ասում է չէ, պանիրը 2 հատ եմ վերցրել, այդ իրանց տոֆուն, այս տոֆուն ինչ եմ անելու, սենց կտրատում եմ, ավելացնում եմ կարմիր պղպեղ, բան եմ անում, տապակում եմ, շատ համեղ է ստացվում սենց, այսօրվա ընթրիքի համար պրոտեինի աղբյուր է, այստեղ վերցրել եմ պապայա, ինքը լավ պապայա է, սիրուն է, բայց այսօր չեմ կտրել, ես կկտրենք վաղը, որովհետև չեմ ուզում խակ լինի, ինձ թվում է վաղը լավ կլինի, որ կտրեմ կպատի փոշի ընկերներ, ացետոն, կոկոսի յուղ եմ վերցրել, 100% կոկոսի յուղ է և վերցրել եմ ամլայի յուղ, ամլայի յուղը ասում են մազաթափության համար շատ լավ է, փոքր չափսն եմ վերցրել, կտեսնեմ եթե լավն է, օգտակար է, օգնում է ինձ, մազաթափություն է մոտը սկսվել, կփորձեմ, հետո ավելի մեծն էլ կվերցնեմ, սենց փոքրը վերցրի, մազաթափության համար ուրիշ բաներ էլ ունեն էլի, ասում են լավ միջոցներ ունեն, կտեսնեմ որն է լավը, մի հատ բան կանեմ, research կանեմ, կոնկրետ այդ դրանից կվերցնեմ, բայց այս հեսապ կարելի է մի հատ ձեռքերս կբանամ կամ փորձենք։ Հատարակ բացնեմ ու տեսնենք ոնց է ես այն օգտագործելու։ Ամլայի մասին շատ եմ լսել, ինքը շատ առողջարարել է, թթու է դնում ստեղ ամլան, համեր, բայց խանութում նայում եմ, թթու տարբերակը չեմ գտնում, ասում են մեկ էլ մուրաբա են պատրաստում։ Հոտը այդքան էլ ավելի չի, իսկական ամլայի հոտ է, սկսեմ որ լավ լինի։ Ոնց որ ծիթապտղի յուղը ոնց է լինում, էքստրա վերջերը սենց խիտ, դեղնոտ, կանաչավոտ, ասեցնում եմ լվացել, թեշիչ։ Կարևորը մազաթափությունը վերջանը։ Նանա ջան, աղջիկ ջան, այդ վենտիլատորը անջատի էլի, ասեք, ժողովուրդ, ասեք։ Մի քիչ յուղոտ կլինի, մազերս, բայց դե կարևորը, որ օգուտը տեսնեմ, բայց հոտը լավը չի, շատ վատ հոտ է, կփորձեմ լավ է, որ փոքր բան վերցրի, չափով վերցրի, կփորձեմ ուրիշ ֆիրմաներ էլ վերցնեմ, նայեմ, տեսնեմ, ոնց է լինում։ Պայման արդյունքի մասին կասեմ, եթե լավ լինի, ձեզ խորհուրդ կտամ, եթե չէ, կասեմ չէ, գիտեք։ ಮಕ್ಕಳಿಗೆಲ್ಲ ಪ್ಯಾಂಟ್ ಟ್ರಕ್ ಪ್ಯಾಂಟ್ ತರ ಮುಂಚೆಲ್ಲ ನಿಕ್ಕರ್ ಇತ್ತಲ್ಲ Purchase? ಗ್ರೀನ್ ತಲ್ವಾ ಅದು ಗ್ರೀನ್ ಇರ್ಬೇಕಣ ಅದೇ ನೆವಿ ಬ್ಲೂನೇ ಇದೆ ಹಿಂದೆ ಜೋಬ್ ಐತೆ Այսօր Ալեքսիս շալվար է հագցրել դպրոց ուղարկելուց, իրանց ուսմասվարին գրել է իհարկե ուսմասվարին ում հետ որ կապ ենք պահում միշտ,
Մեկ էլ կոշիկները փոքրացել են երեխու։ Սև բոթասներով պետք է գնալ, առավոտ հագնում է, ասում մամ, ասում սեղմում է։ Այդտենց նամակ գրեցի, որովհետև որ նամակ չես գրի, երեխուն ոնց որ նկատողություն են անում, էլի, որ ինչի ճիշտ շորեր չես հագել։ Վազեմ, որա մաման։ Այ, եկա վազեմ, հա, բռնեմ։ Նամակ գրեցի, որ ցուրտ էր առավոտյան, որ հանկարծ նոր է լավացել։ Նամակ գրեցի այդ ուսմասվարին, որ երեխոմ նկատողություն չանեն, էլի, որ կոշկները փոքրացել է, կգնամ չափսայից կոշկները կվերցնեմ հետս, չինց են սպիտակներն է կարելի է, բայց մեր մոտ չէ, վաղ կգնամ նոր կոշիկներ կվերցնեմ, պատվերով ուշ կարող է գա, համելի կտեսնեմ էլի, ինչ կոշիկներ ունեն, Ամազոնով այստեղի արտադրանքն ամենակ հիմնականում լինում, իսկ կոշիկի խանութում եւի ավելի լավ բան կարող եմ գտնել։ Մեկ էլ նոր որ գնացել է երեխուն էի դիմավորում, հարևանուհիներս էին հնդկուհի նստած այնտեղ, հետո միշտ խոսում ենք, բան ասել եմ, չի ամեն տեսնելուց զրույցի ենք բռնվում, ասեցի հետաքրքիր էր ինձ, թե իրանք օրինակ հաց որտեղից են առնում, հնդկական այդ ռոձին, բան իրանք են թխում, թե առնում են, ասում համ թխում են, համ առնում են, խորհուրդ տվեց, ասեց, որ խանութը գնամ, ասեց այնտեղ թարմն թխում են համել, կգնամ վաղ երևի թե կգնամ այդ խանութները, մեկ էլ մազերի յուղի համար ասեցի, որ ամլայի յուղն եմ քսել, ասում էին լավ է մազաթափության համար, բայց հոտը ուժեղ է, իրանցից էլ հարցի տեսնեմ իրենք ինչ խորհուրդ կտան, ինչ են առնում, դրել է ասել, նշել եմ մոտս, ասա որ գնամ խանութ, դրանց հետ կվերցնեմ։ Մադամի հյուրասիրած բանը լավն էր, քաղցրավենիքը, հա, որը հավանեցիր, քաղցրը թե աղին, այն չիպսի նման աղի բաներ, որ ունենում են, աղի կծու, դրանից էր հյուրասիրել, մեկ էլ քաղցր, անունը ասեց ինչ էր, մոռացա արդեն ինչ էր, կծում հավանեց, որ բացակա ենք եղել, ինչ որ իրանք միջոցառումներ են անում, գնանք տանը կանեց բալ, դու ինչն ես նայում է, գնայինք, որ տեսնենք ոնց ենք անելու, իրանը պահել են, տվել են այսօր, այտենց փորձարկումներ են չի անում, տարբեր, իրանը տվել են, որ տանը անենք, կտեսնեմ ինչ էր այդ փորձարկումը, տանը միասին կանենք։ Հա, էլ ինչ ես պատմել Հայաստանից կյանք։ Nothing else։ Մինչ ջեսը կգա արագ-արագ ես աղցանը կպատրաստեմ, որովհետև մի կես ժամ հարկավոր է, որ այդ համերը իրար անցնեն, հարկավոր է բազուկ սխտոր սող, մի երկու բան էլ է պետք լինելու, բայց այս հիմնական բաղադրիչներն են լինելու։ Հիմա արագ մաքրեմ, սալվացածա, սող-սխտոր սա էլ մաքրեմ ու վերադառնամ։ Ողկը ես մանր երկար կտրատել եմ, ավելացնում եմ կես թեյ կտալից մի քիչ ավել աղը ըստ ճնխշակի կարելի ավելացնել, որովհետև նայած աղիության կարմիր քաղցր պղպեղ եմ ավելացնում, չնայած որ պղպեղը քաղցր պղպեղ պետք է լինի, պապրիկա է, բայց ամեն դեպքում կծություն ունի, դրա համար շատ չեմ ավելացնի, իսկ եթե ձեր մոտ իսկական պապրիկա է, ոչ շատ կծու, կարող եք քիչ շատ ավելացնել, այստեղ ավելացրի սող եւ պետքա մանրացնեմ, քեչով կանցկացնեմ սխտոր։ Սխտորը եւս քերեցի, լավ խառնել եմ, հիմա ավելացնում եմ 2 թեյ կտալ մեղր, լավ խառնում եմ, թողնում եմ մոտ 30 րոպե սառնարանում ու արդեն պատրաստ է։ Այս նախուտեստը ավելի շատ նալուբիցիլը կարելի է ասել, ոչ բոլորը կսիրեն, եթե սիրում եք սող-սխտոր համադրությունը, նաև բողկի այդ մի փոքր կծվությունը, ապա կսիրեք, եթե ծանոթ եք կորեական խոհանոցին եւ ձեզ դուր է գալիս, ապա կսիրեք։ Մեր ընտանիքում սիրում են, Ալեքսը գիտեք սող-սխտոր սիրում է, այս բողկն էլ է սիրում, դրա համար հաճույքով ուտում է, ամուսինս էլ, երբ որ բողկ գնում եմ, անպայման պատրաստում եմ։ Բարի լույս ընկերներ ջան, առավոտյան ժամը 6:10 ջեսը պատրաստվում է աշխատանքի գնալ,
ճանապարհելու եմ Ջեսին աշխատանքի, Ալեքսին դպրոց, սուրճ եմ պատրաստում նախ։ I feel so blessed and I'd like to have you in here. Oh, thank you, my love. Ջես ասում եք, թե ինչպես է ամուսնյակս ինձ գովում։ Ասել եմ, չէ, Ջեսը սուրճի հետ առավոտյան նախաճաշին սիրում է ջեմ, հաց ու ջեմ, նաև peanut butter, բայց բացի իր համար նախաճաշ պատրաստելը, նաև Ալեքսի lunch box-ն եմ պատրաստում, այստեղ նաև գիշերը խմորեղեն եմ պատրաստել, քաղցր կարելի է ասել, այսպես համ որ lunch տանի պարոն Ալեքսանդրը, համ էլ հիմա Ջեսը սուրճի հետ բանանով, բանան ընկույզ, սովորական խմոր եմ արել։ Պարոն Ալեքսանդրի Հիմա անցնում եմ հիմնականում Ալեքսի լանչի համար։ Այստեղ մի քանի հատ ծիրանի քիր։ Ու արագ պատրաստում ենք մակարոնով փլավ, որովհետև լանչի համար հարմար ոչ մի բան չունեմ։ Առավոտյան եմ պատրաստում, սենց որ շուտ եմ արթնանում, դե ինքը 8-ին է գնում դպրոց։ Ես պատրաստում եմ արդեն կամ բրինձով փլավ, գրեչկայով փլավ, եթե դրա առաջի օրը չեմ պատրաստել, այսինքն ինքի համար դա չի եղել, եթե չէ, սենց առավոտյան եմ պատրաստում, էլի։ Իր համար փլավ։ Կոկոսի յուղի ես միշտ Բելգիայում Աքսոնից եմ վերցնում, այնտեղում են կոկոսի յուղը ուժեղ համա ունենում, միշտ հաճելի չի լինում, որ այդ Աքսոնում ունեն օրգանիկ եւ հոտազերծված է, որովհետեւ կոկոսի յուղը միշտ ինքը հաճելի է, բայց ամեն օր որ ուտում ես, այդ մի քիչ բան է, ծանր համա լինում ամեն օրվա համար, բայց այդ հոտազերծվածը հոտ չի ունենում, հանգիստ կարելի է պատրաստել, ստեղում է, չգիտեմ, այս հոտազերծվածը, թե չէ, ու երեկոյան սմբուկով սենց բան է պատրաստել, սմբուկը խորովել եմ, այստեղ թահինի եմ ավելացնում, սխտոր եմ ավելացնում ու ձիթայուղ եմ ավելացնում extra virgin ու թարմ լոլիկ, բլենդ եմ անում, ստացվում է սենց հյուս, ես տապանադ եմ ասում, որովհետև Ալեքսը տապանադ շատ է սիրում ու դե հացին քսելու համար այսպես ասած բան անում, ուտում եմ։ Սա ավելացնելու եմ այս սիրա փլավի հետ, գարնիր է լինելու, որ սենց միքս անի ուտի։ Հիմա ես մի քիչ տապակեմ, մի քիչ կարմիրի ջուրը ավելացնեմ։ Ավելինի ես խնձորի հարցերը կարգավորեմ։